ERT-ն հեռուստաընկերության եթերում այժմ վերլուծությունների ժամանակն է արգելի հեռուստադիտողների եւ բնականաբար մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Երևի անդրադառնանք նախ եւ առաջ փաստին, որ այսօր Միացյալ Նահանգները հրապարակել է Թրամփը այդպես է ասել, որ իր կողմից մշակված կամ համաձայնեցված 28 կետանոց նախագիծը պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, բայց այդ նախագիծը այնպիսի պայմաններ էր առաջադրում, որ ուկրաինացիները պիտի Հանձնում կապիտուլյացիա է։ Տեսեք, այստեղ մի քիչ նյուանս կա, ոչ թե Թրամփն է, որտեվ այնտեղ համ Սպիտակստանից հերքում եղավ, համ ուրեմն այսպես միանը ուշադրություն դարձեք, որ process-ին չի միացել դեռ Ռուբիոն։ Եվ բացի դրանից մի հետաքրքիր արձագանք, լավ, Ռուբիոյին կանդրադառնանք, որպեսզի իրավիճակը հասկանանք ինչա կատարվում։ Ուրեմն սա սրանով զբաղվում է, ուրեմն ինչպես եւ իդեպ ես երեք ենթադրեցի, այսօր արդեն հաստատվեց, որ Ջերարդ Կուշներն էլ է։ Իրանն էլ կար այդ քննարկման։ Այո։ Հիմա ինչա պլանից սկսենք, հա, որտեվ նախ այդ ձեր հարցին ամենակարևորը որ ոչ թե Թրամփը հաստատել, այլ ըստ NBC-ի տեղեկությունների ըստ NBC-ի Թրամփը հավանություն է տվել ուրեմն ծրագրին, գործընթացին, ոչ մեկ չգիտի ինչի։ Ով է այդ ծրագիրը կազմել, սա ինչ ծրագիր է։ Երկրորդը այդ հետաքրքրական մի բան, ուրեմն տեսեք, այդ ծրագիրը նույն Ստամբուլյան պայմաններն է, որոնք նոր պատերազմը որ սկսել էր։ Դա աբսուրդ է ուղղակի, որովհետև տեսեք, ինչ է զիջում Ուկրաինան, մոտավորապես ասենք, հա, ուրեմն մոտավորապես սկսենք ռուսական ուղղափառ եկեղեցին հետ է գալիս Ուկրաինա, դե հիմա այնտեղ UPC-ը չէ, ուկրաինական ուղղափառ եկեղեցի է, ռուսը իրենց լեզվով, ուրեմն եւ UPE ասենք, հա, հիմա չէ, ուղղափառ ուկրաինական ուղղափառ UE տենց, հա, հիմա ռուսական ուրեմն ուղղափառ եկեղեցին հետ է գալի։ Երկրորդ պետական լեզուն դառնում է ռուսերենը։ Երկրորդ պետական լեզուն։ Այո, երկրորդ պետական հավասար Ուկրաինայի հետ պետական լեզուն լինելու է ռուսերենը, հա, ստրկացման process-ը շարունակվում է, ուզում են ստրկացնել, ասիլի մասին։ Ոնց սովետի ժամանակ խորհրդային պետական երկրորդ դե լեզուն ստրկացման գլխավոր միջոցն է, իրանք դրա համար չեն կարող Ուկրաինան թողնել, իրանք երկրորդ պետական լեզու ուզում են ռուսերենը լինի, այսինքն դպրոցներում հավասարաչափ պետք է գնա, եւ սա շատ վտանգավոր, իմիջիալս ամենավտանգավոր կետերից մեկն է, այսպես ասեմ, հա։ Մտածողություն են զարգացնում երեխաների մեջ։ Հաջորդը ուրեմն բանակը պետքա կրճատվի, այնտեղ 2.5 անգամ թե ինչքան, ուրեմն զինատեսակները պետքա կրճատվեն, ուրեմն պետքա արևմուտքից եկող զինատեսակների քանակը սահմանափակվի, այսինքն հստակ սահման դրվի, երևի միայն այս կետն է, որ փոխվել է մի քիչ, որտեղ բանել կար, պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ պետք է հանվեն, տնտեսական, այսինքն մի հատ այսպես ասում է ֆուլ, ասում է ներկայացրել ինչ որ իրանք ուզում են։ Եվ այս նյուանսները շատ է, բայց բան չէ, եւ այնտեղ էլի կար, հա, հիմա գլոբալ, հա, իսկ ինչ է զիջում Ռուսաստանը, այսինքն մեծ հաշվով, այս իմաստով։ Ռուսաստանը խոսք է տալիս չհարցակվելու, ազնիվ խոսք է, ազնիվ խոսք է տալիս։ Երաշխիքները ոնց որ դուք եք ասում։ Դե երաշխիք չի, դե քանա խոսք տվե Ռուսաստանը, Ռուսաստանի խոսքին ով հավատում։ Ռուսաստանը խոսք է տալիս, որ չի հարձակվի Ուկրաինայի վրա եւ չի հարձակվի Եվրոպայի վրա։ Եվ մի բան էլ այնտեղ կա, որքան հասկանում եմ, պետքա դեմիլիտարիզացված գոտի ստեղծվի, ռուսական զորքերը ինչ որ նույն այդ երկայնքի գծով ոնց որ որոշակի աստիճան հետ են գնում, այդ էլ հարցը ուկրաինացիներն են հետ գնում, թե չէ։ Որտեվ եթե ուկրաինացիները հետ գնանք, ստացի որ Դոնեցկի շրջանի են մնացած մասն էլ դուրս են գալի եւ։ Այսինքն, բայց այսպես է ներկայացվում, Ռուսաստանը ինչ որ զորքը մի փոքր հետ է քաշվում, ինչ որ դեմիլիտարիզացված գոտի է ստեղծվում եւ ոչ մի ուրիշ բան, այսինքն Ռուսաստանը ոչ մի բան չի զիջում։ Հիմա հարցը, գիտեք ինչն է անտրամաբանական։ Ռուսները շտապում են ուրեմն ստանալ զիջել իրենց պայմաններով, իրանք պատրաստ չեն այլ պայմաններով կանգնել, որտեվ դա իրենց համար հայտարարություն կլինի։ Իրենք չեն կարող հիմա հաղթել, սա էլ է ֆիքսվում, եթե իրանք գնում են, բայց իրանք ստեղծում են այնպիսի պայմաններ, որպեսզի իրենք մի քանի տարի հետո կարողանան նորից հարձակվեն, այսինքն ընդամենը սա ժամանակավոր, իրենք վերցնում են ժամանակ իրենց ուզած պայմաններով հանգստանալու, հավաքվելու, զենք արտադրելու եւ նորից հարձակվելու։ Ուրիշ բան այստեղ չկա, իրանք Ուկրաինան չէ։ Այսինքն կա մի տարբերակ, եթե Ուկրաինան հրու հնազանդ ենթարկվի Ռուսաստանին, այսինքն հրաժարվի եւ ընդ որում ասեմ ձեզ, այնտեղ Եվրամիություն մտնելու խնդիրն է թեմա դառնալու հետո եւ այլ այսպես շարունակ։ Մի խոսքով եկա պատմություն։
Դրա համար ուրեմն Պուտինը հասկանում է այս իրավիճակը, որ ինքը պետք է հիմա շտապ ժամանակ վերցնի, որովհետև տեսնում եք ինչա կատարվում, եկամուտները պակասում են, նավթի գները նոր հակառեկորդներ են խփում ընկնում եւ Ռուսաստանի վիճակը լավ չի, ճնշումները զուգահեռաբար գնում են։ Լինսի Գրեմը զուգահեռաբար տեսեք ասեց, որ Ամերիկան մենք սկսում ենք process-ը այդ պատժամիջոցների, ոչ Տրամպին տան հնարավորություն, ով Ռուսաստանի տարածքորանի։ Եվ սա այն ինչ որ ունենք այս մասով, բայց սա մի քիչ ալի խորը վերլուծության կարիք ունի, որովհետև այնպես չի որ մենք հիմա ինչ որ տեսնում ենք, սա ասին, ո հանձնվեց կորած ամեն ինչ, այդպես չի կարող լինի, որովհետև չէ որ երկրորդ կողմն է կա, Ուկրաինան է կա։ Դուք հարց ունեք։ Ոչ, Եվրոպայի հարցումն է, ուղղակի ուզում էի սա ինչ որ կերպ կարող են կապել կոռուպցիոն սկանդալի հետ։ Մեկ ինչքան միլիարդ դոլարի Չէ, 100 միլիոն դոլար։ 100 միլիոն դոլարի մասին էր խոսքը, կոռուպցիոն սկանդալ, ընդ որում նշվում է Զելենսկու մտերիմ ընկերոջ անունը այդտեղ։ Եւ հանկարծ այս շրջանում այդ բացահայտումը եղավ։ Մի տեսակ Ես ճիշտ ասած գիտեք ինչ, չեմ ուզում տեսեք ինչ որ շատ կոնսպիրոլոգիա է դառնում, որ ամերիկացի քա ինչ որ տակից, ինչ որ չգիտեմ, չէ որ ուկրաինական մարմիններն են։ Ամերիկացի կարող են նաեւ ռուսները։ Կարող են ռուսները կարող են ներսից, ես չգիտեմ, դա մի քիչ բան հարց է վերցնել պատասխան ամեն ինչ հնարավոր է որ այսպես փորձեցին բայց մեծ հաշվով գիտեք ինչու չեմ համարում որ դա շատ մեծ հավանականություն է կամ եթե անգամ այդպիսի բան են արել ինչ որ այդ կոռուպցիոն նախ դա Զելենսկին չի հայ ինչ որ Զելենսկու ծանոթն է ընդհանրեն կամ ընկերն է կամ գործընկերն է եղել Զելենսկին պատասխան նրան զրկել է քաղաքացիությունից հիմա հետաքննություն է գնում ասենք դա Զելենսկին չի դա ինչ որ ծանոթ է ասենք բայց Վիտկոֆը իրեն թույլ տվեց ասել որ հենց իմացավ կոռուպցիոն սկանդալի մասին չգնաց Զելենսկին այդտեղ հարցը է դա արդյոք Վիտկոֆը չի գնացել թե Զելենսկին է հրաժարվել գուցե Զելենսկին հրաժարվել է Վիտկոֆը այդպեսի պատասխան է տվել որովհետև ըստ էության ակնհայտորեն ուրեմն հիմա քելոգն է գնում այդ մասին էլ խոսենք հարցը արդյոք իսկ ուրիշ տեսակետ կա որ Զելենսկին պահանջել է Վիտկոֆի հետ հանդիպմանը որպեսզի Եվրոպայի ներկայացուցիչները մասնակցեն դրա համար Վիտկոֆը չի համաձայնվել որովհետև հենց եվրոպացիները եկան իրանց պլանը տապալվում է տեսեք սա Ռուբիոն չի, սա ոնց որ ասում եմ տվել են Քուշներին ու Վիտկոֆին, ասել են գնացեք մշակեք, բայց վերջում հաստատումը տվողը Ռուբիոնն է, առանց Ռուբիոյի սա չի կարող լինել, քանի դեռ տեսեք Ռուբիոն ներգրաված չի ուղիղ այս process-ներում, քանի ուղիղ Ռուբիոն պետակ պաշտոնական մակարդակով։ Ես հանգիստ եմ, որովհետև Վիտկոֆը ինչ ուզենա կա, Վիտկոֆը ինչ կար տապալեց, հարցը դա չի։ Ինչ կար տապալեց, հիմա գազային խաղաղությունը, էլի գրակում սպանում են ամեն օր։ Դրա համար այստեղ պետք է հստակ տարանջատել։ Լավ, մեր ժամանակաբաններից երկրորդ մասում խոսենք արդեն Զելենսկին ինչ է ասել եւ ինչ է կատարել։ Որովհետեւ հիմա ժամանակն է գովազդի։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը եւ դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի եւ ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին. մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ. սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ. ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ. լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով։ Իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի տրենդի մեջ։ Վերլուծությունն է շարունակվում է RTN-ի եթերում եւ թեման շարունակվելու է ինչ որ առաջին մասում էր ռուս-ուկրաինական այս փաստաթղթի վերաբերյալ, այսինքն փաստաթղթել չի ըստ էության նախագիծը։ Տեսեք, հիմա եկեք անդրադառնանք, հա ես մի բան ավարտեմ, կարևոր կոռուպցիոն սկանդալի հետ կապված, ինչու դա չի կարող գլոբալ ազդեցություն ունենալ։
Դե պատկերացեք մի հատ ենթադրենք տեսականորեն այնտեղ հիմա այդ պառախաբոտներ բաներ, ընդ որում ասեմ ձեզ, այնտեղ միայն, հա, մի տեսակետ կա, այնտեղ միայն Զելենսկու ընկերները չեն խառնված։ Այնտեղ ընդդիմություն էլ մարդ կա խառնված այդ կոռուպցիոն սկանդալի մեջ։ Հա, այդտեղ չի որ միայն Զելենսկու ընկերն է խառնված եւ այլն։ Բայց մի հատ կարևոր հանգամանք է կա, որ դուք պատկերացնում եք, որ մի հատ էլ այս ամեն ինչից հետո մի հատ էլ ասենք Զելենսկին գնա զիջման։ Դուք տեսակ է պատկերացնում եք ինչա կատարվում, այսինքն ընդհանրապես խայտարակություն կլինի, որ Զելենսկին։ Ինձ այսօր Զելենսկու հանգիստ հանդարտ վերաբերում մի տեսակ մտածելու տեղ տվեց, բայց այնքան էլ չեմ հասկանում։ Հիմա բացատրեմ ինչա կատարվում, տեսեք։ Զելենսկին ասեց եկեք կտրուկ չվերաբերվենք այդ ամեն ինչին։ Երկրորդը եվրոպացիները արձագանքեցին, ասեցին, որ առանց մեզ չի կարող նման պայմաններ։ Դե հիմա պատկերացրեք։ Դե հիմա ինչ եվրոպացիները պետք է հավատան, այսինքն լավ։ Տեսականորեն Զելենսկին ընդունեց։ Իսկ ինչ եվրոպացիները պետք է հավատան Պուտինի ազնիվ խոսքին, լավ եկեք չմոռանանք, որ պատժամիջոցների մեծ մասը նրանք եվրոպացիներն են։ Նրանք չէ պիտի հանեն այդ պատժամիջոցները։ Եվ այստեղ խնդրեմը նրանում է, որ չի կարող Տրամպը պայմանավորվել եվրոպացիների փոխարեն առանց հաշվի առնելու եվրոպացիների մտահոգությունները, չի կարող ուղղակի։ Հետո եվրոպացիներին, լավ ասենք Զելենսկու վրա ճնշում գործադրեց, եվրոպացիների վրա էլ ճնշում, մի հատ տարիֆեր արեց, բրծավ պայմանավորություն, հետո ինչ պետք է անի եվրոպացիներին։ Ոչ մի բան։ Դրա համար այստեղ լուրջ հարց կա, որ պետք է նախ ստապ դատել։ Վիտկովն բռնը գրել ասախ Կիրիլ Դմիտրիովի պահանջները, վերեցին տվեցին բանին։ Ընդ որում եմ ասում, շատ հետաքրքրական է այստեղ, ես կասկած ունեմ, որ իմ անձնական կարծիքն է, կարող է սխալվում եմ, ես կասկած ունեմ, որ ուղղակի Թուրքիայի հետ կամ ինչ որ մի բան է ասվել Զելենսկու կողմից, կամ ինչ որ մի բան է եղել, որ Վիտկովը փախավ Թուրքիայից ուղղակի, այսինքն ենթադրում եմ, որ Զելենսկին ինքը ուրեմն այնպիսի դիրքորոշում ա բռնել, որ ինքը չի պատրաստվում, ասենք, հա, Վիտկովին շատ օրինականացնի, այսպես ասեմ, շատ այսպես, հա։ Նախորդ հայտարարվեց, որ Թուրքիայում նաև ինքը տենց անձամբ տենց լեգիտիմություն տա Վիտկովին, հա, ունի բարձա ինքը տենց ներքին կարգով տակից բանակցում է, բայց օֆիցիալ չի ուզում սարքի, հասկանում եք, այստեղ նյուանս կա շատ կարևոր։ Եվ հասկանում է, որ արդեն գլխավոր կոորդինատորը արդեն Ռուբիոն է։ Եվ Զելենսկին ասեց հետևյալը, շատ կարևոր մի բան է, որ ասեց եկեք կտրուկ չարձագանքենք այս ամեն ինչին։ Ուկրաինան հետ չի կանգնելու իր պահանջներից։ Ասեց, բայց քանի որ մենք շատ լավ գիտենք, որ ռուսները չեն պատրաստվում դադարեցնել պատերազմը, որովհետև իրենք հետ չեն կանգնելու, իրենք հայտնի է իրենց պահվածքը մտածելակերպը այսպես շարունակ, ուրեմն ասեց, եկեք այնպես անենք, որ տպավորություն չստեղծվի, ինչը շատ վտանգավոր է իդեպ, որ Ուկրաինան է խաթարում բանակցությունները, այսինքն աշխարհով ստեղծվի տպավորություն, որ տենց Վիտկովը մի փայլում բան է բերել ընտիր, Ուկրաինան էլ տենց չի ուզում խաղաղություն եւ այլն։ Դա համար ասես մենք կբանակցենք ազնվորեն Միացյալ Նահանգների, որտեղ Միացյալ Նահանգների ճնշումը շատ կարեւոր է։ Հիմա այստեղ տեսեք երկրորդ հետաքրքիր հանգամանքը։ Լավ, եթե Միացյալ Նահանգները այդպես այդ պլանին ուրեմն վերցնենք տեսականորեն հավատարիմը։ Բայց ինչի է զուգահեռ երկու process գնում, տեսեք, այս մեկը տեսանք, երկրորդը Գրեմին նշեցի, որ ասեց համաձայնվել, Տրամպն ասեց ես դեմ չեմ, սկսեք այդ process-ը կոպիտ ասած։ Գրեմը։ 3 Դոնալդ Թրամփը ասում է ինքը հիասթափված է Պուտինից։ 3 Սա ինչ է նշանակում։ Ես մի բան եմ ուզում։ Խնդրեմ ասեք, հա։ Չգիտեմ կարդացել եք այդ մասին, որ Ադրբեջանին արգելել են գազ, նավթ մատակարարել Ուկրաինա Թուրքիայով։ Այն հոսքը, որ գնում է դեպի Թուրքիա, հետո գալիս էր Ուկրաինա, այդպես համաձայնություն կար։ Հիմա Միացյալ Նահանգները ասում է դուք պատժամիջոցների տակ եք այդ առումով պիտի չգնա։ Ճիշտ ասած, այդպիսի տեղեկություն չունեմ, այդ պետքա ճշտել, բայց ես գիտեմ, որ Ուկրաինան չի էլ վերցնում Ադրբեջանից։ Ուկրաինան բան արեց, գազի մասին է խոսքը։ Պետք է այստեղ ճշտել, որտեղ Ուկրաինան մի քանի օր առաջ Երևի գազամուղ է, այո։ Ուկրաինան մի քանի օր առաջ պայմանագիր ստորագրեց Հունաստանի հետ, Զելենսկին եւ այսուհետ գազը ստանալու Միացյալ Նահանգներից Հունաստանը հաբա դառնում Միացյալ Նահանգների գազի համար։ Հենց նշվում էր նաև, որ չի տալիս, տեսեք, այնտեղ կարող է ռուսական գազ գա եւ այլն, այդ վտանգը կա, բայց գլոբալ մենք այդ մասին շուտվանից խոսացել ենք որևէ տարբերակով, հայերն էին տենց մի հատ բաներ ելում, այնտեղ Ուկրաինայում առախաբոտներ կան, չէ՞, Պորոշենկոյի կողմնակիցները, որոնք այսպես իրենք շատ ավելի հակված են տենց Ադրբեջանի հետ հարաբերությունների, ես ասեմ, ես միշտ ասել եմ Զելենսկու պես իրականում ներսից հոգոս մեր մեջ ենք ասում, էլի հայամետ նախագահ, ասենք Ուկրաինան չի ունեցել, ասենք Զելենսկին ամենահայամետ նախագահն է, եթե մենք խոսենք այս առումով, էլի իրականում։
եւ համեմատության մեջ ենք ասում էլի, այսինքն այդպես Զելենսկին չէր պատրաստվում առնել Ադրբեջանից, որովհետեւ այդ լոգիստիկան ահավոր է եւ ինքը պայմանավորեց Հունաստանի հետ։ Վերջին հեռախոսազրույցում կարծեմ այդ մասին Նավթ, այսինքն բենզին գնում է Ադրբեջանից, այնտեղ կա, սոկարը այնտեղ ներկայացված է, այո, բայց դրա համար է շեշտեցի, այնտեղ կարևոր է հասկ, բայց գազամուղներով կամ նավթամուղներով ոչ մի բան, ասենք, այնտեղից չի ստացվում, ես ինչքան գիտեմ։ Ու հատկապես հիմա, երբ որ սա խոսում են, որ հեսա Ադրբեջանը գազամատակարարել Ուկրաինային, ոչ Ուկրաինան գնաց եւ ամերիկյան գազ գնաց, ընդ որում Հունաստանի միջոցով պայմանագիր կնքեց Հունաստանից։ Սա շատ կարևոր է։ Իդեպ այդ մասին շատ կարևոր եթեր կտրամադրեն վաղը, թե Միացյալ Նահանգները ոնց է Թուրքիան եւ Ադրբեջանին գլոբալ դուրս թողնում, բայց ձեր ասած ինֆորմացիաները հետաքրքիր, ես այդպիսի ուղիղ ինֆորմացիա չէի տեսել, որ Միացյալ Նահանգները արկելը կարող է ինչ-որ արտահոսքի բանի մակարդակ, դա օֆիցիալ չեմ տեսել այդպես բան, բայց ավելի հետաքրքիր process-ներ է տեղի ունենում, ոնց է Միացյալ Նահանգները երկարաժամկետ կտրվածքով Թուրքիան եւ Ադրբեջանին զրկում ուրեմն տարածաշրջանում լուրջ դերակատարությունից, նաև նավթային եւ գազային հաբ դառնալու, շատ հետաքրքիր բան է, խորհուրդ եմ տալիս լսել, շատ հետաքրքիր եթեր կա վաղը, բայց գլոբալ հիմա տեսեք, ամփոփելով, Ռուբիոն ինչ ասեց, եկանք ամենագլխավորին, ով որ պետքա ասի գլխավոր տեսակետը։ Այսինքն մենք տեսանք, չէ, բայց եթե ամեն ինչ տենց լավ է, տենց պլանը ընտիր է, Տրամպը հաստատել է, ինչ է Տրամպը ասում ինքը հիասթափած է Պուտինից։ Ռուբիոն ասեց, որ երկու կողմն էլ պետք է գնան զիջումների։ Իրենց համար անհարմար երկու կողմն էլ, ոչ թե մի կողմը։ Իսկ ինչի որ Ռուսաստանը հիմա ասում է, դա զիջում չի։ Երկրորդը կա ռեպուտացիա Դոնալդ Տրամպի։ Եթե այսպիսի պայմանագիր ստորագրվեց, Դոնալդ Տրամպի ռեպուտացիան կջնջվի ուղղակի եւ աշխարհում եւ Միացյալ Նահանգներում։ Իրականում ասեմ ձեզ, ինքը ուղղակի ամեն գնով ուզում է այդ խաղաղությունը արագ հաստատի, բայց ինքը չի պատրաստվում թողնի Ռուսաստանը ոտի կանգնի։ Դուք այդ իվիճալից այդ վաղվա եթերում եք կհասկանաք, թե իրականում Ռուսաստանին Դոնալդ Տրամպը մտածում է հիմա կանգնացնենք, դանդաղ կսպանենք Ռուսաստանին։ Արևմուտքի հետ միասին, այսինքն այնտեղ իրենք շատ խորամանկ արևմտյան դիվանագիտությունը իրականը։ Ոչ մեկ չի թողնելու Ռուսաստանը ոտի կանգնի։ Ինքը ուղղակի վստահ է, որ այնպիսի պայմաններ կստեղծեն, որ Ռուսաստանը չի կարողանա հարձակվի։ Դրա համար իրանք ամեն գնով եւ բացի դրանից մտածում են, որ իրանք պետք է ուկրաինական զորքը մնա, ուրեմն ոչ ուկրաինական ժողովուրդը մնա ողջ, ասեք այդ իմաստով։ Էս էլ կա պոտենցիալը ուկրաինական շատ կարևոր է իրենց համար։ Եվ մի բան ես ասել եմ ու պետքա բոլորը հասկանան։ Միացյալ Նահանգներին պետքա որ Ուկրաինան գնա դեպի արևմուտք, դառնա Եվրամիության անդամ եւ լինի իրենց դաշնակիցը սուվերեն Ուկրաինան։ Կապ չունի ինձ տարածքում։ Այդ արևելյան Դոնբաս այդ հողերը, այդ ամենտեղ բոլոր ռուսամետներն են ապրել մեծ մասամբ։ Իհարկե Ուկրաինա փախել են ովքեր Ուկրաինայի կողմնակիցներ, ստիպեցին այդ մարդիկ փախան։ Հիմա այնտեղ մնացել են բացառապես հիմնականում ռուսամետները եւ դա Պուտինի էլեկտորատներ, որով ազդեցություններ հաստատում։ Դրա համար Ռուբիոն ասեց պետք է երկու կողմներ գնան զիջումների։ Հիմա ոնց որ Զելենսկին ասում եկեք չշտապենք, եվրոպացիները ասեցին մի րոպե հələ մեր կարծիքներն էլ հաշվի առված չի։ Դրա համար այս խմորը շատ ջուր է քաշում, իսկ Զելենսկին մի բան ասեց կարևորը, որ մենք չկորցնենք Միացյալ Նահանգների աջակցությունը եւ մենք ցույց տանք, որ մենք նորմալ բանակցող ենք, ինչու, որտեւ հիմա զուգահեռաբար Միացյալ Նահանգների ճնշումը արդեն կարծես թե բավականին լավ արդյունքներ է տալիս։ Դրա համար կորցնել հիմա Ամերիկայի աջակցությունը, գոռալ ասել չէ, մենք չենք բանակցելու, դա սխալ է։ Շնորհակալություն։ Արդեն պարզեր, վաղը պարոն Չիբոկչյանի YouTube-յան լայվն է, իսկ մենք վաղը նույնպես կհանդիպենք, որովհետև վաղը ուրբաթ է։ Ցտեսություն։ Հաջողություն։